1 միլիոն 100 հազար։ Նախկին վարչապետ, ընդդիմադիր երկդաշինքի падգամավոր Արամ Սարգսյանը քիչ հավանական է համարում, որ 2018-ից հետո Կարեն Կարապետյանը կվերանշանակվի վարչապետի պաշտոնում։ Արամ Սարգսյանի համոզմամբ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո իշխանության վերադասավորման խնդիրները լուծելու համար 1 տարի ժամանակ ունի։ Նա այդ ընթացքում կամ իրավահաջորդ կգտնի, կամ ամենայն հավանականությամբ հենց ինքն էլ կստանձնի վարչապետի պաշտոնը։ Դուք քիչ հավանական համարեցիք, որ 2018-ից հետո Կարեն Կարապետյանը շարունակի, որովհետև Սերժ Սարգսյանը ինքն է ցանկանում մնալ այդ պաշտոնում, թե ունի մտավախություն, որ այդ կերպ իսպառ կկորցնի իշխանությունը, վերահսկողությունը իշխանության նկատմամբ։ Ես Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետևություն արեցի, որ Սերժ Սարգսյանը հակված չէ հեռանալու, որովհետև մարդը խոսում է, եթե մի տարի հետո ինքը պիտի գնա, 40 տարվա հետո ծրագրերից չի խոսի։ Հավանական եք համարում, որ հենց նա 2018-ից հետո, երբ վայր դնի նախագահի լիազորությունները, դառնա վարչապետ։ Շատ ավելի հնարավոր տարբերակը դա է, բայց ես չէի բացառի, որ Սերժ Սարգսյանը կարող էր դառնալ նաև համապատասխան իրավիճակներում, որովհետև դա այդքան էլ դժբախտաբար արդեն Հայաստանից կախված չի, առավել ևս Սերժ Սարգսյանից, որովհետև մենք մեր կախվածությունը մեր ռազմավարական գործընկերոջից այնքան ենք մեծացրել, որ այնտեղից են նշանակում, ու այդ պարագայում կարող է Սերժ Սարգսյանը նաև դառնալ պաշտպանության նախարար։ Ես տեսնում եմ, որ նոր սահմանադրության մեջ պաշտպանության նախարարի մասով այնպիսի կետեր է գրված, որ կարդալուց արդեն Սերժ Սարգսյանի պատկերը գալիս է առաջ եւ դա հստակ պատվերով է արված։ Այսինքն այս իշխանությունները, անկախ նրանից Սերժ Սարգսյանն է թե Կարեն Կարապետյանն է, մտածում են իշխանություն մնալու, ոչ թե երկրում որևէ փոփոխություն կամ բարեփոխումներ անելու։ Նշենք, հաջորդ տարի, երբ դադարեն նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, խորհրդարանը նոր վարչապետ պետք է ընտրի։ Թե արդյոք ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի իր պաշտոնավարումը, այս հարցին միանշանակ պատասխանել իշխող հանրապետականի ներկայացուցիչները խուսափում են։ Իդեպ նախորդին ազատության հարցինի պատասխան հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին խուսափեց կոնկրետությունից, շեշտելով, թե չի կարող ասել ինչ կլինի 2018 թվականի ապրիլից հետո։ Նկատենք սա այն դեպքում, երբ իշխող ուժը իդեմս նախագահի մինչև 2040-50 թվականը երկրի զարգացման տեսլական է հրապարակում։ Թե ինչ կլինի 18 թվականից հետո, ապրիլից հետո, կապրենք կտեսնենք։ Նշենք, որ երեկ գրեթե ողջ կազմով կառավարության անդամները վերանշանակվեցին, թերևս միակ նորությունը արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր, ով մինչ այդ զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնը։ Անդրադառնալով վերանշանակումներին, նախկին վարչապետը նշում է, թե որևէ ակնկալիք չունի այս կառավարությունից, նույնիսկ եթե նախարարները փոխվեին, դա որևէ փոփոխության չէր բերելու։ Արամ Սարգսյանի համոզմամբ միանշանակ է, վարչապետ Կարեն Կարապետյանը սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Ի սկզբանե 2016-ին էլ Սերժ Սարգսյանը նրան վարչապետ նշանակելու ծրագիր չի ունեցել։ Իշխող հանրապետականի ղեկավարը այդ պաշտոնում ցանկացել է տեսնել Վիգեն Սարգսյանին, սակայն Ռուսաստանի պարտադրմամբ վարչապետ նշանակվեց հենց Կարեն Կարապետյանը։ Գործող վարչապետը ավելի շատ սպասարկում է ռուսական շահը Հայաստանում, քան հայկական տնտեսության Հայաստանի իշխանությունների շահը։ Դրա օրինակներ կան, ու մեր կապարանոց չի իմ այս հայտարարությունները, որովհետև հենց աշխատանքային սկզբնական ամիսներից սկսած հայտարարեցին, որ հյուսիս-հարավ ճանապարհը այդքան պիտի նայվի դրա նպատակահարմարությունը, այսինքն երկիրը, որը սահմանափակումներ ունի երկու հարևանների հետ, շփումների առումով փակ սահմաններ, ու միայն Իրանի հետ է, ու նաև Վրաստանով կապող այդ ճանապարհն է, որ կարող է մեզ շրջապակումից հանել, ինքը մտածում է դեռ այս նայելու խնդիր ունի, արժի իրականացնել թե չէ, իսկ պատճառը մեկն է, որ ռուսական իշխանությունները ուզում են այդ ճանապարհը Չինաստանով, Ղազախստանով, Ռուսաստանով տանեն, շրջանցեն Հայաստանով, դրա համար էլ իմ կարծիքով Կարեն Կարապետյանը համարեց, որ այդ ճանապարհի նպատակահարմարությունը այս Հայաստանը մեկուսացնելու, Հայաստանը սեփական գրպանում որպես կցորդ ունենալու գործընթաց է, որը այս շրջանում տարվում է մեր հետ, ու Կարեն Կարապետյանը հրաշալի սպասարկում է ռուսական այդ շահը։ Հավելենք, որ հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակն անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հակասությունների մասին մամուլի պնդումներին, դրանք համարել է կեղծ եւ շինծու, վստահեցնելով, թե Սերժ Սարգսյանը իր առաջին տեղակալի Կարեն Կարապետյանի հետ որևէ խնդիր չունի։
Այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, վարչապետ Կարեն Կարապետյանը, մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է, նաև հանրապետական թիմի ներկայացուցիչ է եւ այդ թիմի եւ այդ ում նա պարոն վարչապետի քաղաքական ղեկավարը պարոն նախագահն է։